Բայց մյուս կողմից էլ բան չի, տեսեք, որ մարդը թույլ մարդիկ ոնց են, սկսում են հիմնական խնդիր կա, չէ, խնդրեմ կա, իրանք սկսում են ինքնախաբեությամբ զբաղվել, իլյուզիաներով։ Այսա սենց կլինի, նա այնպես կլինի։ Նույնն է, դե ուժեղ մարդը ոնց է, ուժեղ մարդը խնդիրը տեսնում է եւ փորձում է այդ խնդիրը այս կամ այն կերպ շատ կոնկրետ, չի վախենում, բարձրաձայն ասում է դրա մասին կամ մտածում է եւ գնում է այդ ուղղությամբ։ Նույնն է ժողովուրդները կամ երկրները կամ ղեկավարները, չգիտեմ, հիմա ես պատմությանը որ անդրադառնում ենք հիմնականում, հա, եղել են ինչ որ բաներ։ Մենք այսպես մի տեսակ թույլ բան ինքնախաբեությամբ զբաղվող, իլյուզիաներով ապրող ժողովուրդ ենք, ինչու եմ սա ասում։ Իրականում բանը լուրջ մտավորական էր ինքը Հրանտ ինքը, ես առիթ եմ ունեցել կյանքում ենք ընկերություն բարեկամություն ենք արել, բայց ինքն էլ էր ասում էր բանը Թուրքիան այլևս նույնը չի, Թուրքիան փոխվում է, միջև որ հետևից կրակեցին, այդ փամփուշտի բաներով ասեցին չէ, մենք նույնն ենք։ Հիմա ասենք հիմա, այս տեսեք տարածում են, չէ՞ այս բանը, որ չէ, Թուրքիան փոխվում է, Ադրբեջանը փոխվում է, այնտեղ գլխատումցին երեխաներին մասնատում են, կանանց ասում է չէ, այս իլյուզիաներ ու անվերջ կրկնում ասում են, չէ, մենք Թուրքիայի հետ բարեկամություն կանենք։ Այս այն նախադասություններն են, որ 100 տարի առաջ ասել են, դրանից հետո իրանց մորթել են, փրթել են եւ այլն։ Հետո նորից ասել են, էլի այդ իլյուզիաներով ապրել են, էլի մորթվել են։ Հետո էլի ապրել են ցավոք սրտի 21-րդ դարում հիմա մենք նորից մեր ժողովրդի մեծ մասը եւ նաեւ այս քարոզի ազդեցությամբ, որ իբրև թե չէ Թուրքիան գալու է, ես երեք խմբագիրներից մեկի հետ եմ խոսում, կիրթ, ասես նայում ես, ասում է, չէ, դե կարող է մեզ բան անի, չի պիտի հայրին ձեռ տա, նա իր համար կգա, իր սենց տեղ կիշխի, իր ձեռքի տակ, այսինքն ինչի պիտի պայի, գալու իմաստը հենց այնա, որ գա, որ դու չլինես։ Բայց մենք այդ ընդ որում ասենք թվում է թե գիտակից մարդ է, էլի, հենց նրա համար է գալի, որ դու վերանաս։ Ոնց որ Արցախում է վերացրել, որն է տարբերությունը, որ դու չլինես։ Ուզում եմ ասել, որ թույլ մարդու նման մեր ժողովուրդն էլ այսպես ինքնախաբեությամբ, իլյուզիաներով ապրող, սենց բան ժողովուրդ ենք մենք։ Չէ, Թուրքիան այդպեսին չի լինի, չէ։ Կգան, շատ լավ կաշխատեն, մեզ կաշխատեցնեն, սենց ինչ որ անհեթեթ աբսուրդային բաներ։ Դուք ճիշտ եք ասում, այդ բաները, իլյուզիաները գալիս են թուլությունից իրականում, որովհետև մարդը պետք է ինչ-որ մի մոդելներ մշակի, որ կարողանա կյանքին հարմարվել, երբ որ էլիտաները, այդ էլիտաներից է գալի, էլիտաների իլյուզիաներից, երբ որ էլիտաները այդ պայքարի ճանապարհը ցույց չեն տալիս, ոնց օրինակ 92-ին եղավ։ Դե իմ ասածը մտավորական ինչ որ մեկի հետ եմ խոսում, այդպես ասում, չէ, այդպես չի լինի, զարմանում ես, ասում ես, դե եթե իրենք էս գիտակցումը չունեն, բայց ես գնամ ումից ինչ պահանջեմ, ասեմ, դու չես հասկանում, թուրքը գալու է քեզ ինչ անի, երեք չառաջ օրը տեսար ինչ արեց եւ հիմարներ այդ իրանց խորքային պետության գաղափարախոսությունն է ջնջել էստեղից հայություն ընդհանրապես, լավ այդքան հիմար կարելի է լինել, այդքան մեծ իլյուզիաներով կարելի է ապրել։ Դե դա գալիս է այլ եմ ասում, հոգևոր ծուլությունից, որը բերում է թուլության, այսինքն չես ասում վիզ դնես, իրականությունը տենալով, քիչ թե շատ հասկանալով, չես ուզում վիզ դնես, աշխատես, որ այդ իրականությունը փոխես։ Որտե պետք է պայքարես այդ դեպքում, ինչ որ բաներ պիտի անես։ Նախընտրում ես փոխել իրականության ընկալումը, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Բայց դրանից դու չես ազատագրում իրականությունը չի փոխվում։ Չես ազատագրում։ Ասադի էլիտայում, Բաշար Ասադի էլիտայում այնքան տենց իրականության ընկալումը իրանց համար փոխած մարդիկ կային, որ Ասադին համոզում էին ամեն օր, որ լավ արի, իշքան կարելի է 10 տարուց ավել արդեն, արի թուրքերի հետ լեզու գտնենք։ Գտան։ Հիմա էլ եմ ասում, դա գալիս է հոգևոր եւ մտավոր ծուլությունից, ընդհանրապես ամեն ինչ գալիս է էլիտաների բանից։ Մենք էլ մեկ-մեկ օր խոսում ենք, էլի, ասենք այդ շրջաններ, բաներ, Արցախի 7 շրջաններ, ոչ մի թիսող, այս կոմենկոմ, մեծ հաշվով էլի այդ այնային ազգային էլիտա էր, բայց մեծ հաշվով էլի դրանից էր գալի, որ իրանք ճանապարհ էին ման գալի ոնց անեն, որ իրանց պատկերացրած կարմիր գծերը չխախտելով, բայց նաև առանց ինչ որ գերագույն վիզ դնելու, հավերժական պատերազմի մեջ մտնելու ինչ-որ մեծ լուծում, դե բայց չի լինում, որովհետև Ադրբեջանի բանը նենց է, որ իրանք հենց մի քիչ ուժեղանում են, պարզ բնության ջունգլի պես է, հենց մի քիչ ուժեղանում են, ասում են, «Էս խի է այս մնացել, թաթներս գցենք վրան ուտենք»։ Այլ հարց, եթե դու նաև դու նպաստում ես նրան, որ թուլանում է, դառնում են, որ ասում են Հեյդարի հետ լինում էր պայմանավորվել, այդ Հեյդարի հետ չէր լինում պայմանավորվել, այդ թույլ Ադրբեջանի հետ էր լինում պայմանավորվել։ Այ եթե 94-ից նպատակը նույնը մնար, ոնց անենք, որ Ադրբեջանը ոտի չկանգնի, թույլ մնա, բանակ չկարենա բանանի, վերազինի, տրուբեք չկարենա կառուցի։ Որ մենք ընդհանրապես գոտիներս ձգած պիտի ապրենք։ Հասկանանք, որ այդ եսի մի ինչ բարեկեցության ժամանակը չի։
մի հատ բոլորովին ուրիշ ժամանակ է, չի կարելի այս չունենալ, բայց այսպես ապրել, չէ, նաև դա էլ կար, չէ։ Ես այս մասին չեմ ասում, սա է ղժում են, ճվում են, ճչում են, նայում ես ասում ինչ իրականության զգացողություն։ Ուղղակի խնդրը գիտեք ո՞րն է, որ ինչ որտեղ նաև իրանց մոտ դա եղել է ոչ միայն իրանց ինչ որ նեղելի տար շահերից նախկինների մասն եմ ասում, այլ նաև իրոք հիմա այդ մարդկանց այնքան են հրաշայնացրել, բայց իրանց ժողովրդասիրությունից։ Մի հատ հարցազրույցություն, չէ՞, Սերժ Սարգսյանը արդեն խառը օրերին շանթում ապրիլներ 18-ի, որ ասում է, հա, մենք իրոք ուզում ենք լուծել այս հարցը, չենք ուզում այս բեռը թողնել ապագա սերունդների վրա։ Անկեղծ է ասում։ Մի գիտեմ ես։ Այդ իրանց բոլորի ամբողջ իրանց էլիտայի խոսացել ենք մի անգամ կարծեմ ձեր հետ, որ ինքն էլ, Քոչարյանն էլ, իրավորդ խստությամբ հանդերձ Բակո Սահակյանը, այդ մարդիկ խիստ ժողովրդասեր մարդիկ էին, ասենք, սրանց վեճին չի։ Մարդը փողոցում սոված էր, սովից ընկնի մեռնի այս ձների մեջ, սրանց ոչ մեկի սիրտը մի հատ չի բանան։ Ես այսօր դա ասում եմ, որ ամենաբարձր բանը Էդգար, չգիտեմ, մարդու մեջ բարությունն ու կարեկցանքն ու կամ ուրիշի ցավը տեսնելն է, չէ՞։ Ինչ կա դրա։ Բա դու այսօր Բաքվի բանդում նստած դու շատ լավ պատկերացնում են, չէ՞, ինչ են անում այդ մարդկանց, ինքը ղժում է, բաղվում է, դիջեյություն է անում։ Ինչ են ասում այդ դիսկո, դիսկոտեկա են անում, չգիտեմ ինչի մասին է խոսքը։